Այսօր, ինչպես արդեն հայտնի է, եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ և եվրոպական կառույցների ներկայացուցիչներ եկել են Հայաստանում տրորվում են ժողովրդավարական արժեքները և եվրոպական այն բոլոր սկզբունքները և արժեքները, որի համար պայքարել են դարեր ի վեր եվրոպական կառույցները, երկրները այսօր Հայաստանում չեն համապատասխանում եվրոպական որևէ ստանդարտի։ Այսօր Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։ Այսօր Հայաստանում չկա խոսքի ազատություն։ Հայաստանի Հանրապետությունը փաշինյանական ռեժիմի ներքո կտանքների է ենթարկվում մարդու իրավունքների և խոսքի ազատության բոլոր ուղղություններով և այն սովորական եվրոպական իրականությունը, որը մարդու կյանքի ազատության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պետք է առաջնային լիներ, այսօրվա իշխանությունների համար դրանք գոյություն չունեն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եվրոպական արժեքներին, մարդու իրավունքներին և ազատությանը վերաբերվում է երկակի սեփական ստանդարտներով և մենք թույլ չենք տա, որպեսզի այս ճչացող անարդարությունը ներկայացվի որպես ազատություն, ազատ խոսք կամ ժողովրդավարություն։ Օրեր առաջ մենք իրականացրել էինք միասնականության վերջին տարիների համար աննախադեպ Հայաստանի Հանրապետությունում այո, չկա խոսքի ազատություն, այո, կան քաղբանտարկյալներ, այո, այս ընթացքը կապ չունի խաղաղության հետ և այո, որևէ քայլ չի ձևակերպվել, որևէ քայլ
չի արվում, որպեսզի լուծվի մեր հայ ռազմագերիների խնդիրը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակումների, մեր սրբազանների դեմ վարվող արշավի եւ այլ տասնյակ գործեր երիտասարդների նկատմամբ տերորը եւ այն քայլերը, որոնք իրականացվում են, որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ։ Այն նամակը, որը ուղղել են 6 կուսակցությունները։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնին, Եվրոպական քաղաքական ընտանիքների ղեկավարներին, Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակից պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին։ Ձեր այդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ, որպես հայկական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր ավելացնեմ իմ կողմից հիմա անձրևի տակ իրականացնում են ակցիա, անձրևի տակ էկրանը, ընտանիքների եւ կապված են ժողովրդավարության, օրենքների գերակայության եւ հիմնարար ազատությունների նկատմամբ համատեղ նվիրվածությամբ մենք դիմում ենք ձեզ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համաժողովի գագաթնաժողովից առաջ հրատապությամբ եւ պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ակտիվորեն խնամում է ժողովրդավարական առաջընթացի միջազգային կերպար, սակայն այդ ուղերձը մոլորեցնող է։ Իրականում Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ամրապնդում է իշխանությունը, թուլացնում ինստիտուցիոնալ հակակշիռներն ու զսպումները եւ համակարգված կերպով օգտագործում է իրավապահ եւ դատական համակարգը քաղաքական հակառակորդների եւ հոգեվորականների դեմ։ Այն պայմաններում ԵԿՀ գագաթնաժողովի անցկացումը Երևանում հղի է վտանգավոր քաղաքական ուղերձի հղումով, որ ժողովրդավարական նահանջը կարող է անտեսվել, երբ դա քաղաքականապես հարմար է։ Մենք կոչ ենք անում ձեզ չտրվել հետևյալ իրողությանը. ժողովրդավարական նահանջ եւ քաղաքական ճնշումներ, Հայաստանի ժողովրդավարական ցուցանիշները վատթարացել են, ինչպես արտացոլվում է Freedom House-ի եւ այլ գնահատականներում։ Դատական եւ իրավապահ մեխանիզմները ավելի ու ավելի են օգտագործվում որպես քաղաքական գործիքներ, խաղաղ բողոքի ցույցերը սահմանափակվում են, իսկ քաղաքական ակտիվիզմը բախվում է սպառնալիքների եւ կալանքների։ Քաղաքական բանտարկյալներ, քաղաքական դրդապատճառներով, տարաբնույթ մեղադրանքներով կալանավորված է ավելի քան 50 անձ եւ նրանց թիվը աճում է։ Այս գործերի վերաբերյալ շարունակական լռությունը սպառնում է նորմալացնել քաղաքական դրդապատճառներով բանտարկությունը։ Երրորդ, պետական ճնշումը հայ առաքելական եկեղեցու վրա կառավարությունը օգտագործում է հետապնդումներ, դատական հայցեր, ճանապարհորդության արգելքներ եւ շարունակական պետական վերահսկողությունը ենթարկելու համար հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ամենաակնառուն այն է,
որ իշխող քաղաքական պայմանագիր կուսակցությունը իր քաղաքական ծրագրում հստակորեն ներառել է կաթողիկոսի հեռացման երբ որ նիկոլական քարոզչությունը փորձում է այսօրվա հավաքը ներկայացնել որպես նիկոլական հաղթանակ, հիշեցի մի տխուր անեկդոտ։ Անեկդոտը հետևյալն է։ Ասում է թաղման այնքան մարդ էր եկել, դագաղը երկու տեղ էին դրել։ Այո, սա Հայաստանի աշխարհաքաղաքական թաղման, աշխարհաքաղաքական մահվան, Հայաստանի ռեգիոնալ ոչնչացման հերթական արարի վերածած ցավոք սրտի վերածված միջոցառում է։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության հետ ուներ եւ ունի ինստիտուցիոնալ ամենաիրավական առումով ամուր կապը, դա ոչ թե Նիկոլի շնորհքն է, դա Սերժ Սարգսյանի կառավարության շնորհքն է։ 2017 թվականի նոյեմբերին ստորագրված ՍԵՊԱ-ն առ այսօր համարվում է, մնում է նիկոլական պրոպագանդայի համար խեղաթյուրված եվրոպական արժեքների, ձախողված ռեֆորմների ամենալուր եւ միաժամանակ կարևոր վկան։ Այդ պայմանագիրը 17 թվականի նոյեմբերին կնքված իրականում պետք է Հայաստանը դարձներ եվրոպական ստանդարտների պետություն։ Այնինչ անում է Նիկոլը 18 թվականից սկսած, ոչնչացումն է բոլոր այն արժեքների, որոնք դրված են եվրոպական քաղաքակրթության հիմքում։ Եվրոպական որևէ գործիչ, որևէ քաղաքացի, որևէ երկիր ժամ անգամ չէր հանդուրժի Նիկոլի նման իշխանություն սեփական պետությունում, եթե այդ իշխանությունը պետք է վաճառեր այդ պետության արժանապատվությունը, խաչ քաշեր այդ ժողովրդի ապագայի վրա, տարածքներ զիջեր, սարքած պատերազմ պարտվեր եւ ամեն ինչ այնինչ արեց Նիկոլ Փաշինյանը այս 7 տարիների ընթացքում։ Մեր հավաքը հակաեվրոպական չէ, մեր հավաքը պրոեվրոպական արժեքների է, մեր հավաքը հանուն արդարության է եւ արդարադատության, մեր հավաքը հանուն ազատության է, մեր հավաքը հանուն օրենքների գերակայության է, մեր հավաքը հանուն ժողովրդավարության է։ Այն ամենը, ինչ այսօր պակասում է նիկոլական Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական դեմքը ոչ թե մարզամերգային համալիրը պճնեղ զարդարած եւ շոյի հարթակի վերածած գազ կոմիտեն է, այլ իրական դեմքը այստեղ է եւ այն բոլոր տեղերում, որտեղ կան ակցիաներ։ Ոստիկանների թիվը նայեք, հարգելիներս։ Սա ժողովրդավար պետության, ժողովրդավարական հավաքի այցեքարտն է, այսինքն մեզ խանգարում են բարձրաձայնել մեր ձայնը, խոսել ու մեր բողոքը հայտնել պատրվակով, որ կա ժողովրդավարական սամիտ, լուրջ, այս սա է ժողովրդավարության իրական, ավարտեմ նոր, սա է ժողովրդավարության իրական այցեքարտը, այն ոստիկանական ուժերը, որոնք առաջ են քաշվել մեր հավաքին ընդառաջ, այն ոստիկանական ուժերը, որոնք այսօր խոչընդոտում էին արցախահայերի կողմից բաց նամակի հանձնումը եւ ղեկավարներին, սա է ժողովրդավարական Հայաստանը։ Ես հետևել եմ բոլոր այն գաղաթաժողովներին, որոնք եղել են այս ընթացքում, ոչ ԵՄ անդամ երկրներում, մասնավորապես Ալբանիայում եւ Մոլդովայում, եւ ոչ միտեղ նման խայտառակ ջանքեր, նման խայտառակ ռեպրեսիվ ռեսուրս այդ իշխանությունները չեն գործածել։ Ոչ միտեղ հանուն ժողովրդավարության չեն սահմանակ փակել ժողովրդավարական ազատությունները այդ քաղաքացիների։ Մենք հիմա կհավաքվենք այստեղ եւս մի 10-15 րոպե կսպասենք, որտեղ բոլորին ազդարել են, որ ժամը 3-ին ենք շարժվելու։ Ուզում եմ բացատրել, թե ինչու ենք այստեղ։ Շատ կարևոր է դա։ Այո, նիկոլական իշխանությունները Կիևյան կամուրջով դեպի մարզամերգային համալիրի հարակից աստիճանավանդակ եւ հրապարակ տեղ են բաց թողել, որ մարդիկ գան իրանց գոլոշին հանեն գնան, բայց այդ տեղը ցավոք սրտի տեսանելի չէ եվրոպական որևէ մասնակցի համար։ Իրանք դիտավորյալ փակել են հենց այս ճանապարհները, հիմա որ նայեք հաղթանակի կամրջով դեպի Հրազդանի մարզադաշտ ու Ծիծեռնակաբերդ, որովհետև եվրոպական առաջնորդները հենց այս ճանապարհներով են գնալու գան եւ մեր բողոքի ձայնը այդտեղ տեսանելի կլիներ ի տարբերություն այն վայրի, որտեղ Նիկոլեն
մեծահոգաբար թույլատրում են եւ ուղղորդում են ընդդիմության բոլոր ակցիաներին։ Կներեք ես դրսերեն ես կդիցա։ Պարոն Աշոտյանը, դուք ոստիկանների թիվը մատնանշեցիք, այսպիսի դեպքերում նախարարությունը պատասխան ունի, որ յուրաքանչյուր ակցիայի ժամանակ մասնակիցների անվտանգությունն են փորձում ապահովել եւ ինչ է կարծում նպատակը ձեռքալի թույլ չտալն է առաջ շարժվելն է։ Տեսեք, ցանկացած իշխանություն, իսկ նիկոլականները այդտեղ հմտացել են կատարելության աստիճանի, ունի ցանկացած որոշման պաշտոնական 4-5 նախադասանոց որևէ բան իրականում չասող, բայց ֆորմալացնող իրենց իրական ցանկությունները բացատրություններ։ Այդ բացատրությունները ունեն 0 արժեք, որովհետև ես արդեն ասացի, ես հետևել եմ նույն Վենսի օրինակով բերենք, հա, Վենսի այցը Ռոմ հիշում եք, դուք հիշում եք մարդիկ ոտվոտ դուրս եկան այդ բանից, դալանից ու ոտքով քայլեցին, մեքենաները ոչ մեկ չէր արգելափակել, մեքենաները հանգիստ Ռոմի բանուկ Ռոմում էր թե Միլանում էր բանուկ փողոցներով անցան, հիշում եք մեր մոտ Վենսի այցը, ոնց էին սահմանափակել ու չորացրել Բաղրամյանի պողոտան, ոնց էին մեզ դուրս մղել այն բաների մեջ ծառերի ու թփերի տակ, որ հանկարծ մեր ձայնը լսելի չլինի ԱՄՆ փոխնախագահի համար։ Այսինքն այստեղ էլ կան եվրոպական օրինակներ։ Եվ պարզա, որ այստեղ այս պարագայում անվտանգության անվան տակ իրանք իրականացնում են ցենզուրա։ Հայաստանի շուրջ կա տեղեկատվական բլոկադա, որ միասին կառուցել են Նիկոլենք եւ Նիկոլի գեոպոլիտիկ հովանավորները։ Հայաստանի շուրջ այդ տեղեկատվական բլոկադան պետքա ճեղքել առանձին ակցիաներից մինչև այսպես կազմակերպված միջոցառումներ։ Եվ այո, այս պաստառները եւ մեր ցանկությունը շարվելու ամբողջ ուղեծրի վրա, որով իրանք պետք է հետ գնան Ծիծեռնակաբերդից մինչև կոնյակի գործարան, հենց այդ տեղեկատվական բլոկադան ճեղքելու մասին է։ Ինչ ենք մենք անելու, շատ պարզ։ Կանգնելու ենք բացառապես մայթերին իրարից 2-3 մետր հեռավորության վրա, կենթանի շղթա կազմենք, որպեսզի անցնող գնացող մեքենաները տեսնեն Հայաստանի իրականությունը, տեսնեն Հայաստանի քաղբանտարկյալներին, տեսնեն այն, ինչ որ մենք արտահայտել ենք մեր պաստառներով, դա անվտանգությանը խանգարում է, չէ, դա խանգարում է Նիկոլի հեքիաթասացությանը, դա խանգարում է Հայաստանի շուրջ փչած ժողովրդավարական փուչիկին, դա խանգարում է այն տաշի-տուշիներին, այն գունավորությանը, որոնք այսօր իրենք փորձում են հրամցնել մեզ որպես նոր իրականություն։ Հայաստանի նոր իրականությունը այդպիսին չէ։ Հայաստանի նոր իրականությունը քաղբանտարկյալներն են, եկեղեցու վրա ճնշումներն են, արցախայության ոտնահարված իրավունքներն են, հայաթափված Արցախն է, մեր ռազմագերիներն են Բաքվում ու բազմաթիվ այլ խնդիրներ։ Սա է մեր իրականությունը։ Ինձ բացատրեք, խնդրում եմ, ինչով եմ ես խանգարում Տիկին Մելոնիի անվտանգությանը, եթե իր կորտեժի դիմաց բարձրաձայն կանդալների վերածած այս սիմվոլը, ինչով եմ խանգարում։ Սա բոլոր ազատությունների սահմանափակման, սա բոլոր շղթայված Հայաստանի մասին է, այս մեր պաստառները, մեր խորհրդանիշները դրա մասին է։ Նորից եմ կրկնում, հանուն ժողովրդավարության հավաքի կազմակերպված ակցիայի ժամանակ խոչընդոտել ժողովրդավարական ֆունդամենտալ պրիմիտիվ ազատությունները, ինչին հիմա ձգտում է այս իշխանությունները, գնացեք Կիևյանի մոտ տեսեք այսքան ոստիկանություն կա ավտոբուսներով հավաքված, չէ, որովհետև գիտեն, այնտեղից իրանք ապահով տեղ են ստեղծել, տիպային հիշում եք, տես տեղեր կա, լավագույն տեղը նկարվելու։ Ես ողջունում եմ իմ բոլոր ընդդիմադիր գործընկերներին ու քաղաքացիներին, որոնք հիմա Կիևյանի մոտ են կամ Մարզամերգայինի աստիճանի մոտ են, այո, թող իրենք պահեն այդ ճակատը, մենք էլ ուզում ենք պահենք այս ճակատը, հետևից այսպես ասած, ինչպես կասեր Մարտամեկ ով իրան հետևից գրկեց, դες նրբիկ գրկելով եվրոպական սամիտը եւ ցույց տալով իրականությունը Հայաստանի մասին, որտեղ աստեղ անվտանգության խնդիր, որտեղ աստեղ անվտանգության սպառնալիք։ Ավելին ձեզ ասեմ, սա ասում եմ նախապես ՀՀ ոստիկանության կամ ներքին գործերի նախարարության կայքում, նախապես հրապարակված հակվող փողոցների ցանկում, ուրեմն կա հետևյալ ձևակերպումը, այսօր փակ է երթևեկությունը, ոչ թե քայլելը, փողոցները փակ են երթևեկության համար, ինձ մի հատ ռուլով մարդ տվեք ստեղ, հեծանի ոսկի մեկը չկա, իսկ սահմակատով մեկը չկա, որ երթևեկելու է, մենք չենք երթևեկելու, մենք քայլելու ենք ու կանգնենք մայթերի վրա,
ինչի սահմանափակումը ոստիկանության պաշտոնական կայքեջում չկա։ Սա նոր հորինված սահմանափակում է, որի նպատակն է խոչընդոտել հենց այս ակցիան։ Դե իրանք տեսից իմացել են մենք ինչ ենք անելու, մտածել են ճամփեքը փագեն հերիք, հա, երբ որ մենք մտածել ենք, որ բացառապես մայթ եզրերով խաղաղ կանգնելու են լուր եւ պլակատներով, ջոգել են, որ բան են արել, տեղ են թողել, այսպես ասած, եւ հիմա այդ տեղը փորձում են օրինի հակաօրինական մեթոդներով փակել, որովհետեւ իրանց հայտարարված նախապես փակված փողոցների ցանկում չկա հետիոտ տների շարժման արգելք, չկա։ Բանավորեն փոխանցել պարոնաշրջան, որ սահմանափակում Չեք տեսնում։ այսինքն դուք ուղղակի կանգնած են դրա համար, գուցե թույլ տան, որ շարժվի։ Տեսնեք, գուցե թույլ տա։ Ես նախապես էլ զգուշացնում եմ, եթե թույլ չտան, ել ավելի մեծ խայտառակ են լինելու, որովհետև նորից կրկնեմ, ես ուզում եմ տեսնել եվրոպական սամիտի կադրերի կողքին կադրեր, որտեղ նիկոլական իրավապահ համակարգը խոչընդոտում է ժողովրդավարական, խաղաղ, ազատ ցույցերին եւ պիկետներին։ Ես ուզում եմ դա տեսնել։ Եթե մի քիչ խելք ունենան, այս մարդկանց վատ վիճակի մեջ չեն դնի, կհանեն այստեղից, ընդհանրապես կապահովեն մեր անվտանգ անցումը եւ մեր ակցիայի լուր իրականացումը։ Այս բոլոր ակցիաների մեջ Կիեն որոշը խանգարել հենց այս մեկը, հենց մեր նախաձեռնածը, որին միացել են ոչ միայն հանրապետականներ, բազմաթիվ շարքային քաղաքացիներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, այլ քաղաքական միավորումների ներկայացուցիչներ, դուք կտեսնեք, որ այստեղ ՀՀԿ ակցիա չի, սա վրդովված եւ իրական եվրոպական արժեքներին հավատող քաղաքացիների բողոքի ձայնն է։ Ինչ միտում եք տեսնում, որ հատկապես ինչպես նշեցիք ձեր ակցիա։ Որովհետեւ էսա խանգարելու, այս ակցիան է խանգարում, այսպես ասած, իրանց փուչիկ փչելու ցանկությանը, որովհետև փողոցներում, որ մենք կանգնենք պլակատներով եւ սպասենք մինչեւ ժամը 5:30, երբ որ պրծնելու է իրանց հավաքը, այդ կորտեժները չեն կարա այսքան մարդ պլակատներով չնկատել։ Չեն կարա չնկատել։ Դայբոք, դրա համար եմ նախապես ասում, եթե հավի չափ խելք ունենան, կթող այս մարդկանց կհանեն ոստիկաններին, հետ կկանչեն, նեղություն չեն տա այս տղերքին, մենք էլ խաղաղ մեր ակցիան կանենք, մինչև 5:30 կկանգնենք, ու ձեզ վստահեցնում եմ, լիքը մարդ այդ կորտեժներով հնարավոր չի չտեսնել 200 պլակատ։ Դա հնարավոր չի, անգամ եթե բանի լույսի արագությամբ սլանան, մեկը տեսնելու է։ Դրա համար եմ ասում, մեր բոլոր քաղաքացիներին մեր ամերաշխությունն ենք հայտնում, որ հիմա մարզամերգային հրապարակի աստիճանավանդակի տակ են, շատ լավ են իրանք անում, այո դա էլ է պետք անել, բայց իրենց խնդրում եմ այնտեղ ուշադիր լինել, որովհետև այստեղ տեսնում եք Նիկոլը արդեն մոբիլիզացրել է ոստիկանական ուժեր եւ հանուն ժողովրդավարության հավաքի հակաժողովրդավարական ակցիաների դիմում, հա։ Ես հիշում եմ վիետնամական պատերազմի ժամանակ շիպիները Ամերիկայում ցույց էին անում, կներեք աղջիկներ ջան, դա լիքը նկարների վրա կա էլի այդ նկարը, ասում է, այդ շիպիները, որ ցույց էին անում ԱՄՆ իշխանությունների դեմ, իրանց կարգախոսը հետևյալն էր, ասում է ռմբակոծել հանուն խաղաղության, նույնն է ինչ որ կենակցել հանուն կոսության։ Այդ շիպիների բանն էր, լոզունգն էր։ Հիմա հակաժողովրդավարական մեթոդներով ժողովրդավարական հավաք ապահովել, այդ նույնն է ինչ որ կենակցել հանուն կոսության կամ բանելով ռմբակոծելով ապահովել խաղաղություն։ Լսում եք, չէ՞, այդտեղ բարձրաստիճաններ։ Ֆիքսեք, ասեք, հանձնարարեք, բացեք, գնանք ճշմարտությունը ասենք։ Սա անում ենք նաև ձեր խղճի համար, ձեր երեխաների ապագայի համար։ Պարոն Աշոտյան, պաստառներից նաև հասկանալի է, որ խնդիրներից մեկն է, որ ուզում եք բարձրաձայնել քաղաքապետարների արկայության հարցն է։ Ես կուզեի կոնկրետ այս դրվագով խոսեիք, այսինքն ինչ եք ուզում հասցնել բարձրաստիճան պաշտոնյաներին, ձեր գնահատմամբ ովքեր են այժմ Հայաստանում քաղաքապետարներ, ինչի համար են բանտարկված։ Ես, մոտիկ գամ։ Ես ունեմ տասնապատիկ բարոյական իրավունք խոսելու երկրում քաղաքապետարների մասին, որովհետև ընդամենը տարի առաջ նրանցից մեկն էի եւ այսօր լինելով ազատության մեջ իմ պարտքն եմ համարում խոսելու իմ բոլոր այն հայրենակիցների անունից, որոնք այսօր զրկված են խոսելու իրավունքից իրենց անազատության պատճառով։ Եվ սա ինձ համար բարոյական իմպերատիվ է, իմ կուսակցության համար բարոյական իմպերատիվ է, որովհետև մենք չենք բաժանել քաղաքապետարներին, յուրայինների եւ ուրիշների, այսօր էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ
Դավիթ Համբարձումյանը կալանքի տակ է, այսօր էլ բազմաթիվ հանրապետականներ քաղաքական հետապնդման են ենթարկվում, այսօր սրբազանների հետ կապված քաղաքական հետապնդումները շարունակվում են, Բագրատ Սրբազանից սկսած ում լկտիաբար, դուք պատկերացնում եք ինչքան են ատում իրանք Բագրատ Սրբազանին, որ բոլորին քիչ թե շատ փորձել են եվրոպական սամիտին ընդառաջ բանը թույլատնել ռեժիմը, մեկին տնային կալանք են տվել, մեկին վարչական են տվել եւ այլն, եւ միայն Բագրատ Սրբազանին եւ իր մտերիմ շրջապատին է, որ շարունակում են մուր հանել նրա համար, որ Բագրատ Սրբազանը հրապարակ է լցել, մուր հանել նրա համար, որ ժողովուրդը հավատացել է Բագրատ Սրբազանին եւ գնացել է իր հետևից։ Ես այդ ժամանակ կալանքի տակ է անձամբ չեմ մասնակցել ցույցերին, բայց հիշում եմ բանտախցում միացած հեռուստացույցով, ինչպես է լուսավորվում եւ լիցքավորվում Բագրատ Սրբազանի խոսքից, կադրերից եւ այն ապագայից, որ ժողովուրդը կապում էր իր հետ։ Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այսօր 50-ից ավել են, մենք այսօր տեսնում ենք, որ նույն ուժեղ Հայաստանի դեմ հակաքարոզչության մեջ օգտագործվող բոլոր այդ կեղտոտ հնարքները ամենակարևորը անմեղության կանխավարկածի եւ անձնական կյանքի անձեռնմխելիության ոտնահարումը բերում է նոր կալանքների, մենք տեսնում ենք, որ լրագրողներ կան, որոնք առ այսօր իրենց խոսքից զրկված են, նույն Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկը Սամսոնյան, մենք տեսնում ենք, որ կան տարբեր քաղաքական ուժերի սատարողներ, Արթուրից Սարգսյան մինչև Իգորը Դաշնակցական, ում ազատությունները նույնպես սահմանափակված են։ Ուղերձը շատ պարզ է, Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ։ Նիկոլին սատարելով դուք կործանում եք Հայաստանը, դուք միասին խոստանում եք մեզ տանել Բրյուսել, այնինչ տանելու եք Անկարա, ձեր իսկ մասնագետների ու փորձագետների գնահատմամբ չկա գետ մեկ միջազգային ինդեքս ռեպորտ, որտեղ Հայաստանը դիտվի որպես իրական ժողովրդավարություն, Էկոնոմիստը մեզ դասում է հիբրիդային ռեժիմների շարքին, Freedom House-ը ձախողված կամ թերի ժողովրդավարությունների շարքին, Heritage Foundation-ը ռեպրեսավորված կամ ճնշված օրենքի գերակայություն ունեցող երկրների շարքին, հերիք է անեք հիպոկրիսիա, այսպես ասած, ձեր զեկույցներում գրում եք քիչ թե շատ ճշմարտությունը, իսկ գալիս եք այստեղ եւ լոլոներ կարդում Հայաստանի ժողովրդավարության մասին։ Ես դա կարող եմ ասել ոչ միայն որպես քաղաքացի, նորից կրկնեմ, այլ նաև որպես մի կուսակցության ներկայացուցիչ, ում ընկերները առ այսօր նստած են եւ զրկված են այդ ազատություններից։ Այլ հարցեր։ Պարոն Աշոտյան, Մակրոնը նաև խոստացավ, որ Ալիևի հետ կխոսի Բաքվում ապօրինի պահվող գերիների մասին, ըստ ձեզ իր Ես Ֆրանսիայի նկատմամբ ունեմ ամենաջերմ զգացողությունները եւ վերաբերմունքը, ավելին նախագահ Ֆրանսուଆ Օլանդի օրոք արժանացել են ֆրանսիական պետական պարգևի եւ շնորհակալ ու հպարտ եմ այդ պարգևի համար եւ սիրում եմ Ֆրանսիան եւ իր ժողովրդին ոչ միայն պատմական հայ-ֆրանսիական կապերի, այլև իմ անձնական կյանքում աճի եւ կայացման մեջ ներդրված հսկայական ավանդի համար, որովհետեւ պատիվ եմ ունեցել 2000-ականների սկզբին սովորել են Ֆրանսիայում։ Ես սիրում եմ այդ երկիրը, ես սիրում եմ այդ մշակույթը, ես սիրում եմ այդ քաղաքակրթությունը ու այդ ժողովրդին։ Եվ ես կարծում եմ, երբ որ այդ ժողովրդին ներկայացնում եմ մի մարդ, ով գալիս է այստեղ եւ Նիկոլի խաթր ստեր է խոսում, ասելով որ 8 տարի առաջ ոչ ոք չէր գա Երևան, սա ինչ ասեմ, ոնց որ մեկի տունը գաս, հյուր, թեպետ հեռավար կարգով այս պարագայում, հաց ուտես, մի հատ էլ կներեք, թքես այդ կացայի մեջ, որից կերել ես ու գնաս։ Սա է Ալիևի պահվածքը։ Ալիևը նույն Ալիևն է, ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները նույնը չեն, ինչ մինչև 18-ը, չունեն թասիբ, չունեն արժանապատվություն եւ չունեն ցանկություն հանուն պետության ապագայի իրականում ասել տղամարդավայել խոսք։ Ուրիշ, շնորհակալ եմ։ Համեցեք, Համիջանյան։ Եկեք մեջտեղ պարոն Համոջանյան որ ակցիայի նպատակներին, առաջնահերթություններին արդեն անդրադարձել եք փոքր առաջ տղա ցանկանայի որ դուք անդրադառնայիք նախ քաղաքական ժողովի ընտրման ժամկետներին եւ անցկացման վայրին, պատահական է արդյոք որ ամենը նախընտրական շրջանում քարոզչությունից, քարոզչության մեկնարկից օրեր առաջ գալիս են այստեղ։
Իհարկե ոչ։ Այս միջոցառումը ամեն ինչ անում է Փաշինյանը, որպեսզի ներկայացնի իր քարոզարշավի մի մաս։ Դրան աջակցում են նաև իր որոշ եվրոպական տերեր։ Մենք հավաքվել ենք նրա համար, որ դա թույլ չտանք։ Որպեսզի երկար քաղաքական տեքստերի մասին մեր քաղաքացիները ստիպված չլինեն մտորումներ անելու, մի պարզ հարց են տալի։ Առաջ Ալիևը հանձնարարականներ տալիս էր Փաշինյանին հեռախոսով, չգիտեմ, Telegram-ով, WhatsApp-ով, կարևոր չէ։ Այսօր Երևան քաղաքում, Երևանում, Հայաստանի մայրաքաղաքում միացրեցին տեսակապով Ալիևին, ու ինքը հաթաթա էր տալիս այն մարդկանց, ովքեր խոսում են մեր գերիների մասին, արցախայերի իրավունքների մասին, մեր մշակութային ժառանգության եւ քրիստոնեական կոթողների քանդման մասին։ Ես մի հարց ունեմ մեր համակարգացիներին, մեր քույրերին եւ եղբայրներին։ Իրանք դրա հետ օքեյ են։ Կա որևէ մի մարդ Հայաստանում, որը նորմալ է համարում, որ Ալիևը տեսակապով Երևանում հանձնարարականներ տա, հաթաթա տա ինչ-որ մեկին։ Ես այստեղ հավաքված իմ ընկերները ու շատ մարդիկ դրա հետ օքեյ չեն։ Եթե մեկ նախադասության պես ակցիան ձևակերպենք, ապա կլինի մոտավորապես բովանդակություն։ Ես սոցիոլոգ չեմ, բայց ես գիտեմ մի բան, որ սա իմ եւ ձեր եւ այս մարդկանց երկիրն է։ Ես գիտեմ, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ճնշող մեծամասնություն է։ Համաձայն չի Արսեն Թորոսյանի հայտարարությանը, որ իրանց տարածքն է, ինչ ուզում են անել։ Դուք պատկերացնում եք, որ այլ երկրներից հայտարարություններ են անում, մասնավորապես այս պարագայում Ստեփանակերտի մայր տաճարի քանդման հետ կապված, իսկ Թորոսյան Արսենը Հայաստանի Հանրապետությունում իբր նախարարը ասում է, որ դա նորմալ է, ինչ ուզում են թողանեն։ Ես ձեզ վստահեցնում եմ, դա պատրանք է, իրանք փորձում են խաբել, թե իբր մեծամասնությունը այդպես է մտածում։ Հաստատ մեծամասնությունը մեր բնակչության այդպես չի մտածում։ Մեր բնակչության մեծամասնությունը հայրենասեր է, հայրենիքի պաշտպանության համար կանգնած է, դա ապացուցելու է ցույցերից մինչև ընտրություն, տարբեր եղանակներով։ Ես ձեզ դրանում վստահեցնում։ Այսինքն ընտրություններին, եթե դրա Ախր ես կոֆեի բաժակ նայող չեմ։ դիտարկելով էր ասած Մամուջյանը, պետք է չվերաթվի քաղաքացիական պայմանագրի։ Ես ասեցի, որ մեր հանրության մեծ մասը որևէ տարբերակով իր բողոքի ակցիան կարտահայտի։ Վստահ մի եղեք, որ դա լինելու է բացառապես ընտրության միջոցով, դա լինելու է օրենքի կողմից չարգելված ամենատարբեր միջոցներով, այդ թվում նաև ընտրություններով։ Հետընտրական process-ները եւս կանխատեսել են։ Իսկ ինչի միայն հետ։ Նաև նախընտրական։ Եվ պարոն Մամուջյան, այս ընթացքում բազմաթիվ հայտարարություններ եղան։ Հիմա շարունակում են եվրոպական հեռանկարի մասին խոսել Հայաստանի։ Հավատում եք Հայաստանի եվրոպական հեռանկարի այս պայմաններում, այս իշխանություններից։ 50 քաղաքականով գրավված մեր տարածքներով, գերիներով, հենց եվրոպական ապագայով տեսնել։ Իհարկե հնարավոր չի եւ ամենակարևորը եվրոպացիներն էլ են դա ասում։ Մեր եվրոպացի գործընկերների համար սա մի միջոցառում է, կգան, կզբոսնեն, կնկարվեն, աշխարհաքաղաքական հայտարարություններ կանեն, բայց դրա պատասխանատվությունը կրելու ենք մենք բոլորս։ Հասկանում եք, Փաշինյանը հիմա ամեն ինչ անում է, որ ընտրվի, ամեն ինչ, դա ամենավտանգավոր բանն է։ Պատկերացնում եք, ինչեր կարող է այս ընթացքում պահանջի Ադրբեջանը, իմանալով, որ Փաշինյանին օդի ու ջրի պես պետք է որ մինչև ընտրությունները իր կարծինքան լավ լինի։ Սա ամենախոցելի վիճակն է, ամենախոցելի վիճակը։ Իսկ ինչ վերաբերվում է եվրոպական ուղուն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ժամանակին բանակցել է եւ ստորագրել է ՍԵՊԱ-ն։ ՍԵՊԱ-ն բարեփոխումների մասին է։ Մեր ձեր յուրաքանչյուրիս ամենօրյա կյանքը ավելի լավը դարձնելու մասին է։ Վիզաների ազատականացման մասին։ Այդ ամենի մասին է ՍԵՊԱ-ն, որը բանակցել, ստորագրել ենք մենք։ Ու այդ ամենը այս իբր Եվրոպա մեր իշխանությունը 50%-ով է իրագործել, ուղիղ կեսը։ Դե հիմա համեմատեք, թե ով էր ավելի շատ եվրոպական բարեփոխումներ բերում Հայաստանում։ Մենք թե սրանք։ 50%-ը հնարավոր համարվում է, որ այս իշխանությունը իրագործի եվրոպական ներկայացների իրագործել, օրինակ մինչև ընտրությունները ֆիզիկապես հնարավոր չի, դա ֆիզիկապես հնարավոր չի, այն ինչ որ իրանք չեն արել 8 տարի ոնց կարող մի ամսում անեն։ Մեկ, երկրորդ, խնդրում եմ մեր քաղաքացիներին հանգարց չտրվել սին խոստումներին, որովհետև
Այն 250 միլիարդը ես տենց էլ չտեսա ու չիմացա թե որտեղ է լինելու։ Այսօր էլ կարող է մի քանի միլիարդի խոստումներ տան, բայց խոստումներով երկիր չես պահում։ Ամենակարևորը խոստումներով մեր գերիներին հետ չես վերելու, խոստումներով մեր գրավված տարածքները չես ազատագրելու ու այս ընթացքը ես կարող եմ երկար Պարոն շարունակել։ Մամիջանյան, իշխանության ներկայացուցիչները հակադարձելով ձեզ այս տեղի սպասվող ակցիաներին նշում էին, որ դուք հակաժողովրդավարության մասին եք խոսում, որ Հայաստանի Հանրապետությունում տիրում է, բայց պատրաստում եք ակցիա իրականացնել եվրոպական քաղաքական համայնքին զուգընթաց, ասում են, բայ էլ ինչպես պետք է լինի ժողովրդավարությունը, եթե ոչ այսպես, որ թույլ են տալիս ձեզ իրականացնել ակցիաներ, քայլեր։ Նախ Այդ առաջին գլուխը պատին կտա որևէ մեկը իմ երկրում ինձ ինչ-որ բան կթողի կամ չի թողի անել, առավել եւս իմ հայրենիքի, իմ հայրենակիցների իրավունքների բարձրաձայնման հետ կապված մեկ, երկրորդ մի այլ տիպի թույլ են տալի, մենք գտնում ենք քաղաքապետարանի մոտ միջոցառումը համալիրում է, գլխերին կպնի այդպիսի թույլ տալը, դա էլ երկու, երրորդ ամբողջ միջոցառման ամեն 4-րդ բառը ժողովրդավարությունն է։ Բա մի հատ չտեսնեն իրական ժողովրդավարությունը օրինակ, այսքան մարդ ժողովրդավարության պատճառով են անազատության մեջ գտնվում։ Դավիթ Համբարձումյանը անազատության մեջ է գտնվում ժողովրդավարությունից ելնելով, թե նախորդ բանախոս Արմեն Աշոտյանը համարյա 2 տարի անազատության մեջ ժողովրդավարության համատեքստում էր անցկացրել։ Ոնց որ թե Փաշինյանի ու մեր պատկերացումները ժողովրդավարության մասին տարբեր են։ Ես չեմ նեղում անձրևության Կանզրշավստության մեկնարկում է ինչ կանխատեսում է եզրական հնարավոր զարգացումների մասին ինչ կանխատեսումներ ունի եւ այդ հնարավոր զարգացումների դեպքում ինչպես է դիրքավորվում։ Ես մի քիչ առաջ ասացի, որ սուրճի բաժակ չունեմ, չեմ կարող կանխատեսել, թե ինչ ելք կնկարի ընտրություններին Փաշինյանը, բայց հանրապետականը դրա մասին ասել է շատ եւ ամենածանրակշիռը ասվել է մեր համագումարի ժամանակ նախագահ Սարգսյանի կողմից, որ մենք ունենք 4 ընտրություն, որոնցով աշխատելու ենք մինչև ընտրությունները, դրանցից մեկը հենց հիմա ենք իրականացնում, մյուս ընտրությունների մասնակցության բարձրացումներ, post-Նիկոլ ծրագրերը եւ հուշագիրը, որի հետ կապված դեռևս արձագանքները քիչ են։ Բայց ինչ վերաբերում է մինչ ընտրական ու հետ ընտրական զարգացումներին, մենք միլիոն անգամ ասել ենք, որ Փաշինյանը ամեն ինչ կանի, որպեսզի պահի իշխանությունը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա թույլ չտանք։ Դա կլինի փողոցային խաղաղակցիաներով օրենքի կողմից թույլատրված, նախ ընտրական թե հետ ընտրական, դա կարևոր չի, բայց այս 8 տարվա ընթացքում 2018 թվականի ապրիլի 25-ից սկսած հանրապետականը ապացուցել է, որ կապ չունի ծավալը, կապ չունի թե ինչ երբեմն մեծ թիրախավորող մտքեր են հնչում հարթակից։ Հանրապետականը միշտ եղել է բոլոր փողոցային ակցիաների առաջնագծում, ամենավտանգավոր տեղերում եւ մենք այդ տեղը որևէ թողնելու կամ որևէ կերպով խուսափելու պլաններ չունենք։ Հանրապետականը եղել է, կա եւ կլինի պայքարի առաջնագծում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը աշխարհի ամենաուժեղ տղեն չի, վաղ թե ուշ գնալու է։ Շատ շնորհակալ։ Տեսնում եք այդպիսի նախադրյալներ արդեն, այսինքն այն process-ը կարող է իհարկե հասկանում եմ դժվար է այս Գիտեք, այս 8 տարիների ընթացքում որևէ ակցիա չի եղել, որ հանրապետականները երբևէ գցեն բռնեն, այս ակցիան ստացվի, չի ստացվի, արժի սրան մասնակցել թե չարժի։ Կաթիլը քարացակ ու մենք այդ կաթիլը կաթացնող ենք եղել այս ողջ 8 տարին եւ շարունակելու ենք այդպես անել մինչեւ հաղթանակ։ Մենք շանսեր գցող բռնող չենք։ Մենք այս ամենով քաղաքական դիվիդենդ չենք վաստակում։ Հանրապետականը Հայաստանի ինքնության, մեր պետականության, մեր անկախության, մեր ինքնիշխանության վերջին հրամատն է, վերջին պաշտպանական գիծն է։ Մենք այն պահենք։ Շնորհակալություն։ Երևի նպատակ դիտեք համացանցում կոնկրետ շրջանակներ տարածում են հետևյալ հակադրությունը ասում են տեսնում եք Լուկաշենկոն մեզ ահել տալիս թե ուր պիտի գնաք առանց մեզ, բայց մենք հիմա Եվրոպայի հետ ենք ձեռքի գրկախառնություններ եւ այլն սրտիկներ։ Լուկաշենկոյը իրենք են ողջագործում Մաչիկանում,
կառավարության դեմն Նիկոլ Փաշինյանը շատ մեծ սիրով դիմավորում էր։ Լուկաշենկոյը իրանց մատյումական վարանքը չեն մտնում, բայց իրանք Եվրոպա չեն գնում, իրանք գնում են դեպի Թուրքիա։ Անկարայա դրում եւ եվրոպացի որևէ պաշտոնյա, եվրոպական որևէ կառույց, նույնիսկ ակնարկ չի արել, որ սպասում են Հայաստան Եվրոպական միությունում։ Այսօր այդ եվրոպական պաշտոնյաների մեծամասնության համար Հայաստանը ընդամենը պետք է պլազդարմ հակառուսաստան լինելու համար, որպես գործիք։ Այդ որ եվրոպական կառույցն է ասել, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության ասոցիացման, ասեմ ասոցիացիան որպես տեխնացու անդամ։ Երբեք որևէ մեկը Մակրոնն է ասել, Մելանին է ասել, ով է ասել, Մերսն է ասել, չկա տես բան, դա փուչի կա, եվրոպական օրակարգ, եվրոպական միության անդամակցելու հարց չկա, ոչ Եվրոպայում կա, ոչ էլ Հայաստանում կա, բոլորն էլ գիտեն։ Այս որ ասում է գնում ենք արևմուտք, այդ արևմուտքը Թուրքիան է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա։ Սա ակնհայտ է։ Ես սա ընդամենը աշկակապություն է, կրկնակի ստանդարտներ է, եւ այս ակցիայի նպատակը մեկն է, որ ցույց տան, որ ոչ բոլորն են Նիկոլի նման անհոգ եւ Ալիևին ասում thank you։ Ալիևը սովա ելույթը լսել եք։ Ալիևը կանոնում այդ ելույթում ամբողջ Արցախյան շարժումը իր իշխանության իրավունքի համար պայքարը անվանում սեպարատիստական։ Պայքարի ղեկավարներին սեպարատիստներ, 150,000 Արցախը հայությանը սեպարատիստ։ Նրանց անվանում սեպարատիստ, որ նույն Եվրոպա համանախագահ երկրները այցելում են, քանի ֆրանսիացի համանախագահ այցելել Արցախ։ Սեպարատիստերի հետ են ֆրանսիացի քանդվում, հա? Իհարկե ոչ։ Ասիկա Կոսովոն իրավունք ունի որոշման իրավունքից օգտվելու, Արցախի իրավունք չունի։ Կոսովո միջազգային հանրության անդամ է, ժողովրդավարության հանրության անդամ է, իսկ Արցախը, որ դեռ 91 թվականին է հանրաքվեով իր անկախությունը հռչակել, սեպարատիստներ է, կամ կանգնում Ալիևը Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Բաքվի բանտերում գտնվող մեր պատաններին անվանում է ռազմական հանցագործներ։ Ռազմական հանցագործը ինքը։ Մեկ էլ իրան այդ կասետային, չգիտեմ, տարբեր զենքեր տվողները։ Եկել է այստեղ կասետային զենքեր։ Գիտեմ, եկել է այստեղ եւ ես ցավում եմ ոչ միայն կասետային զենքեր տվողներից մեկն է եկել, այլ նաեւ այն մարդը, որ 44 օր շարունակ ոսկ Ուկրաինայի ղեկավարի մասին է, քաջալերել է Ադրբեջանի բարբարոսությունները Արցախի ժողովրդի դեմ։ Մի հատ շնորհավորել է Կիևի փողոցներն էլ ողողել է բանով, Ադրբեջանի շնորհավորող պաստառներով։ Բայց Ռուսաստանի զենքերին դեմ եղողները այդպես հուշկու ակցիաներ չեն անում այս օրերին։ Այս հարցի դուք պատասխանեք, ինչու հուշկու ակցիա, ինչու 16 թվականին 400 հեկտարի համար հետմիկ ճողողները ներողություն բառի համար այսօր որևէ բան չեն անում։ Որևէ բան չեն անում։ Ծպտուն չեն անում, որ ասում են հող ազնողին կհասնենք հողին։ Քանի բանտարկյալ ունենք, քանի գերի ունենք Բաքվի բանտերում։ Այսօր լսել եք մեկը խոսա դրանցից։ Մենակ Ալիևն է խոսել, այն խոսել է որպես ռազմական հանցագործ։ Կամ Հայաստանը ողողված է քաղաքական բանտարկյալներով։ Մակրոնը խոստացել է խոսի արել։ Հանրությունից առաջ մի քանի հոգու բերեն, որ բանը լինի, իրաց պատճառ, ինչ։ Փաշինյանն ասում է ձեզ համար ինչ տարբերություն երբ կբերեք, կարևորը բերեք։ Ասա Փաշինյան, բաց 21 թվականին ասում է 2-3 ամիս, արդեն 5 տարին անցել է։ Փաշինյանը առհասարակ իրավունք ունի խոսելու ռազմագերիներից, որովհետև իր անգործության արդյունքում են նրանք հայտնվել այնտեղ։ Իրենց անգործության արդյունքում։ Նույնիսկ այդ հարցից կարկուտել է կավա, երկիթ չղայնացավ։ Ինչ։ Այդպես հարցեր չեն։ Չէ, ձեր հարցը շետ, հաջա։ Ընդհանուր առմամբ այս ռուսական հիմա Զելենսկու այդ որ քննադատություն կա, որ օգնեց, հակառակ թևից էլ ասում են դե Ռուսաստանն էլ Ադրբեջանի հետ էլ լավ 44-օրյա պատերազմի ժամանակ հետո ռազմավարական գործընկերություն։ Այդ սավետանը նենց ղեկավարեք, նենց դաշնակցային հարաբերություն ունենայք, որ ամեն ինչ նորմալ է։ Մեր իշխանության ժամանակ Ռուսաստանը որպես համանախագահ երկիր Ռուսաստանի նախագահները, Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգների նախագահների հետ, պարոն Օբամայի, պարոն Մակրոնի, պարոն Սարկոզիի, պարոն Մեդվեդև, պարոն Պուտին, 5 հայտարարություն են արել, որտեղ սարտային կրոշման իրավունքը։ Բամեր ասացը դա է, մեր խնդրումը նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանն է, եւ մենք եկել ենք այստեղ ասելու, որ բոլոր նրանք, ովքեր որ սատարում են Նիկոլ Փաշինյանին, իբր թե ժողովրդավարական բաստիոնին, սատարում են ավտորիտարիզմին։ Եվ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության հետ այնքան կապ ունի, ինչքան Իլհամ Ալիևը մարդասիրության։ Սա է դրա բանը։ Եվ պետք չի գալ սեր աշկակապությունով զբաղվել։